միամիտ պետք չի լինել եւ փորձել փնտրել թուրք-ադրբեջանական հարաբերություններում, թուրք-իսրայելական հարաբերությունում լարվածություն։ Դա թվացial լարվածություն է, որը քաղաքական մակարդակում, բայց տնտեսական մակարդակում առևտուր գնում է։ Ես կարծում եմ քաղաքականում էլ սա լավ բեմականացված ներկայացում է, որի որի գլխավոր այսպես դիրիժորը Միացյալ Նահանգներն են։ Եվ Թուրքիան եւ Իսրայելը պետք են Միացյալ Նահանգներին Իրանի դեմ ռազմական գործողություններում օգտագործելու համար։ Եվ Թուրքիան եւ Իսրայելը կարողացել են այսպես թվացial լարվածության ֆոնին կիսել Սիրիան։ Էրդողանը կարողացել է կառավարության ղեկավար նշանակել իր մարդուն, իսկ Իսրայելը կարողացել է դրուզների հարցը մտցնելով օրակարգ ըստ էության հասնել նրան, որ փաստացիորեն Սիրիայի այդ հատվածը հարավային հատված չի վերահսկվում սիրիական ուժերի կողմից։ Բացի այդ, Իսրայելը կարողացել է նաև դուրս գալ Եփրատ։ Դա իր գլխավոր խնդիրներից մեկն է եւ փորձել ցամաքային ճանապարհ հարթել դեպի Իրանի սահման։ Իրենք ակնհայտորեն Իրանի դեմ ցամաքային օպերացիա են պլանավորում։ Բայց որպեսզի հանկարծ չմեղադրեն Թուրքիային Իսրայելի հետ դաշինք կազմելու մեջ եւ որպեսզի Թուրքիան չկորցնի իր ազդեցությունը սուննիական աշխարհում եւ մահմեդական առասարակ աշխարհում, իբրև պետություն, ով դաշնակցում է բացահայտ Իսրայելի հետ, իրենք այդ խաղն են տանում առաջ։